Հայ առաքելական եկեղեցին հարգանքի է արժանի, որովհետև դարերով պահել է հայերին, երբ հայ-հայկական պետություն չկար։ Բայց այդ պատմությունը չի կարելի օգտագործել Հայաստանը նորից ռուսական ազդեցության տակ քաշելու համար։ Հանրային կապերը տեսանելի են։ 2021 թվականին Գարեգին II Մոսկվայում հանդիպել է պատրիարք Կիրիլի հետ։ Դրանց հայտարարություններում խոսվել է Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության մասին։ 2025 թվականին Մոսկվայի պատրիարքարանի պատվիրակությունը եկել է Էջմիածին, արտաքին եկեղեցական կապերի համար պատասխանատու մետրոպոլիտ Անտոնիի գլխավորությամբ։ Հաջորդ օրը Գարեգին II-ն ստացել է ռուսական եկեղեցու բարձր պարգև։ Արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։ 2026 թվականի մարտին Կիրիլը Գարեգին II-ի հետ այցելել է Երևանում գտնվող ռուսական եկեղեցի։ Մոսկվայի պատրիարքարանն ինքն է գրել, որ այնտեղ ներկա են եղել նաև Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ։ Այս փաստերը չեն նշանակում, որ հայ եկեղեցին ռուսական է, բայց դրանք ցույց են տալիս, թե ինչու Մոսկվան հետաքրքրված է այս հակամարտությամբ։ Ընտրություններից առաջ պրոռուսական ձայները եկեղեցու թեման դարձնում են վախի ուղերձ։ Ասում են, իշխանությունը քանդում է հայկական հոգին։ Ասում են, կաթողիկոսին քննադատելը նշանակում է հարձակվել